Հեքիաթները կարդնանա և լուսնի լույսից կփայլի նորից։ Ողջույն ամենալավ հետևորդներին, այսօր կշարունակեմ պատմել թագավորի նոր հագուստը հեքիաթի շարունակությունը։ Դե հիմա հարմար տեղավորվեք, որպեսզի լսեք հեքիաթը։ Թագավորը շքախմբի ուղեկցությամբ ինքը եկավ նրանց մոտ հագնվելու։ Խաբեբաները բարձրացնում էին ձեռքերը, իբր ինչ-որ բան են բռնել ասելով. «Ահա տաբատը, ահա բաճկոնը, ահա թիկնոցը, հիանալի հագուստ է, Սարդոստայնի պես թեթև է, մարմնի վրա չես գա, հմայքը հենց դա է»։ Այո, ասում էին պալատականները, սակայն ոչինչ չէին տեսնում, որովհետև ոչինչ էլ չկար տեսնելու։ «Հաճեցեք հանվել և կանգնել այստեղ, 6 հայլու առջև», ասացին խաբեբաները թագավորին։ «Մենք ձեզ կհագցնենք»։ Թագավորը հանվեց, և խաբեբաները սկսեցին հագցնել նրան։ Ջուլհակները ձևացնում էին, թե իբր մեկը մյուսի հետևից հագուստի տարբեր մասեր էին հագցնում նրան և վերջապես ինչ-որ բան են ամրացնում ուսերին և գոտկատեղին։ Նրանք այդպես հագցնում էին թագավորական թիկնոցը։ Իսկ թագավորն այդ ժամանակ այլու առաջ շրջվում և նայում էր բոլոր կողմերը։ «Աստված իմ, ինչքան է սազում, ինչ լավ է նստած», շշնջում էին շքախմբում։ «Ինչ նախշ է, ինչ գույներ են, շքեղագույն զգեստ է»։ «Անպահովանին պատրաստ է», զեկուցեց գլխավոր արարողապետը։ «Ես պատրաստ եմ», ասաց թագավորը։ «Հագուստս լավ է նստում»։ Եվ մեկ անգամ էլ պտտվեց հայլու առջև։ Չէ՞ որ պետք է ցույց տար, որ ուշադիր զննում է իր զգեստը։ Ազնվական սպասավորները, որ պետք է բռնեին թագավորական թիկնոցի երկար քղանցքը, ձևացրին, թե ինչ-որ բան են բարձրացրել հատակից և գնացին թագավորի հետևից, իրենց առջև ձգելով ձեռքերը։ Նրանք չէին համարձակվում անգամ ակնարկել, որ ոչինչ չեն տեսնում։ Եվ ահա թագավորը հանդիսավոր քայլում էր փողոցներով, շքեղ անպահովանու տակ, իսկ ժողովուրդը խոսում էր. «Ահ, ինչ հագուստ է, ինչ շքեղ թիկնոց, ինչ լավ է նստում»։ Ոչ մեկը չխոստովանեց, որ ոչինչ չի տեսնում։ Ոչ ոք չէր ուզում ցույց տալ, որ բթամիտ է կամ անպետք մարդ։ Այո, թագավորի ոչ մի հագուստ այսպիսի հիացմունք դեռ չէր առաջացրել։ «Բայց ախր նա լրիվ մերկ է», հանկարծ գոռաց մի փոքրիկ տղա։ «Ահ, լսեք ինչ է ասում անմեղ երեխան», ասաց նրա հայրը, և բոլորը սկսեցին ֆսֆսալով իրար փոխանցել երեխայի ասածը։ «Ախր նա լրիվ մերկ է», վերջապես գոռաց ողջ ժողովուրդը, և թագավորը սարսափեց, ակնհայտ էր, որ մարդիկ ճիշտ են, բայց չէ՞ որ պետք է արարողությունն ավարտին հասցնել։ Եվ նա իր անպահովանու տակ ավելի վեհորեն սկսեց քայլել, իսկ ազնվական սպասավորները գնում էին հետևից, բռնելով թիկնոցը, որը չկար։ Հուսով եմ, որ հավանեցիք հեքիաթը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ հեքիաթում։ Երբ գիշերը մոտենա, հեքիաթները կարդնանա և լուսնի լույսից կփայլի նոր